Բարև ձեզ, իմ անունը Աղաս Թադևոսյանն է, ես մշակութային մարդաբան եմ եւ աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։ Այսօր իմ զրուցակիցը եւ հյուրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեսյանն է։ Շնորհակալություն, որ ժամանակ եք գտել այս զրույցը իրականացնելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ մենք այսօր պետք է խոսենք կրթության ոլորտին առնչվող խնդիրների մասին, բայց հիմնականում հանրային կառավարման համատեքստում։ Եվ առաջին հարցը մինչև ձևակերպել ես փորձեմ մի փոքր իրավիճակի այդ խնդրին անդրադառնալ, որովհետև շատ տարբեր ամբիոններից եւ ամենաբարձր պաշտոնները ներկայացնող ընդհանուր նաև վարչապետից մենք հաճախ ենք լսել, որ երկրի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները, ինչպիսիք են անվտանգությունը, տնտեսությունը եւ այլ, դրանք բոլորը չեն կարող իրականանալ, եթե մենք, այդպես ասած, ռազմավարական նպատակադրում չդնենք կրթության ոլորտի բարեփոխումները եւ նորարարությունը։ Եվ բնականաբար նման խնդիր իրականացնելու համար պետք է կրթության ոլորտը ինքը չափազանց այսպես ինտենսիվ կերպով փոփոխությունների ենթարկվի։ Եվ գաղտնիք չէ, մենք բոլորս էլ գիտենք, որ շատ հաճախ նման փորձերը լուրջ դիմադրությունների են հանդիպում եւ առաջանում են շատ տարբեր տեսակի խոչընդոտներ։ Իմ առաջին հարցը առաջարկում նվիրենք հենց այդ նման խնդրի քննարկմանը եւ հարցը այսպես փորձեմ ձևակերպել։ Ձեր կարծիքով որոնք են այդ խոչընդոտներ ստեղծող հիմնական գործոնները կամ պատճառները, դրանք կապված են, ասենք օրինակ համակարգային համակարգում եղած խնդիրների հետ, ինչ որ բաներ, որոնք պակաս են դեռևս համակարգում, դրանք դե կապված են նաև ինստիտուցիոնալ իներցիաների հետ, ասենք օրինակ տարբեր տեսակի կարծրատիպեր, հատկապես մենք գիտենք, որ կրթության ոլորտը բավականին պահպանողական է նաև այս առումով, միգուցե մարդկային ներուժի կրթության ոլորտի նկատի ունեմ կարողությունների դեռևս անբավարարությունն է կամ պարտականությունների եւ պատասխանատվությունների բաշխումը կամ մի այլ հարց, որը որ դուք ինքներդ տեսնում եք, մենք չենք տեսնում։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, իսկապես կարևոր է այդ հարցի մասին խոսելը հենց տարբեր դիտանկյուններից, որովհետև իրականում այն ինչ մատնանշեցիք ձեր հարցադրման մեջ, դրանք բոլորն էլ մեր իրականության մաս են։ Եվ մենք գիտենք, որ կրթական համակարգը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի, այն թե նորարարությունների ամենահիմնական առաջարկողն է, բայց թե նաև ամենապահպանողական համակարգերից մեկն է եւ սոցիալական իմաստով շատ տրամաբանական է ինչու է այդպես, որովհետև կրթական համակարգը մի կողմից կոչված է վերարտադրելու, ապահովելու հասարակության վերարտադրությունը եւ պահպանողականությունը հենց նրա համար է, որ հասարակության վերարտադրությունը տեղի ունենա եւ շարունակական լինի, բայց մյուս կողմից էլ լինելով մի տեղ, որտեղ ձևավորվում է նոր գիտելիք, ձևավորվում են նոր հմտություններ, նաեւ նորարարության առաջարկների հիմնական այսպես խթանն է եւ այս երկու միմյանց կարծես թե հակասող գործընթացները պայմանավորում են կրթական համակարգի էությունը արդեն դարեր շարունակ, եթե այդպես կարելի է ասել։ Եվ այդ իմաստով կոնցեպտուալ իմաստով շատ տրամաբանական է, որ բարեփոխումներն էլ տեղի չեն ունենում հալած յուղի պես, եթե կարելի է պատկերավոր արտահայտվել, որովհետև մի կողմից դրանք անցնում են փորձարկում եւ այդ փորձարկումը նաեւ շատ լավ ֆիլտր է, որպեսզի բարեփոխումը հղկվի, բարեփոխումը դառնա իսկապես արդյունավետ ու ոչ ամեն խոչընդոտ է, որ ես դիտում եմ իբրև բացասական, որովհետև կարծում եմ, որ այդ դիմադրության մի հատվածում էլ մենք լավարկում ենք բարեփոխումը, ինչը շատ կարևոր է, բայց այստեղ մենք ունենք նաև գիտակցված անհամաձայնության նաև գուցե հնարավորություն, որը իսկապես պրոբլեմ է, որովհետև սա արդեն գաղափարական մակարդակում բարեփոխման բուն էությանը դեմ գնալու երևույթ կարող էր նշանակել։ Ես կարծում եմ, որ իրականում մենք արդեն ունենալով այս մի քանի տարվա բարեփոխումների իրականացման փորձը,
առավելապես գործ ունենք իներցիոն խոչընդոտների հետ եւ հանրային քննարկումների փուլում տեսնելով նաև բովանդակային կոնցեպտուալ քննարկումներ, այդուհանդերձ ես կարծում եմ, որ այդ փուլը հաղթահարել ենք։ Եվ այժմ կրթական բարեփոխումների գործընթացում ես կարծում եմ, որ առավելապես իրականացման որակի մասին պիտի խոսենք։ Ու այստեղ գալիս է նաև ձեր բարձրացրած մյուս դիտանկյունը, որը դերաբաշխման ինստիտուցիոնալ կարողությունների խնդիրն է, որովհետև միայն բավարար չի, որ մարդիկ ցանկանան այդ փոփոխությունը անել, նրանք պիտի կարողանան հասկանալ ինչպես դա անել։ Եվ ես երբեմն տեսնում եմ, թե ինչպես մեր նախապես գծագրած շղթան աշխատանքի տեղերում դառնում է բոլորովին ուրիշ բան։ Ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում այդպես աշխատել, այլ այն պատճառով, որ չունեն դեռևս բավարար իրազեկվածություն, կարողություններ հենց այդ նպատակադրումներին համապատասխան աշխատանքը կառուցել։ Ու սա շարունակական աշխատանք է եւ ցանկացած բարեփոխման պարագայում պետք է հասկանալ, որ այս մարդկային կարողությունների շարունակական զարգացումը պիտի անընդհատ ուղեկցի դրան եւ այդ իմաստով նաեւ կրթությունը ոչ միայն ռազմավարություն է մյուս ոլորտներում անընդհատ սովորել, այլ նաեւ հենց մեր ոլորտում։ Մենք էլ կրթության ոլորտի մարդիկ պիտի անընդհատ սովորենք, որպեսզի կարողանանք կրթական համակարգի առջև դրված այդ կարևորագույն խնդիրները հաջողությամբ լուծել եւ գիտեք, ես մեր գործընթացների հիմնական բարդությունը համարում եմ այն, որ մի քանի բարեփոխում միաժամանակ հատվեցին։ Մենք իրականացնում էինք բովանդակային բարեփոխումներ, մենք իրականացնում էինք կառավարման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մենք իրականացնում էինք նաեւ ֆինանսավորման բարեփոխումներ եւ այս մի քանի ուղղություններով ընթացող գործընթացները ել ավելի էին մեծացնում ճնշումը համակարգի վրա եւ ակնհայտ է, որ այստեղ նաեւ խնդիրները բազմաշերտ են դառնում, բայց բարեբախտաբար ես կարծում եմ, որ հանրակրթության մակարդակում եւ նախադպրոցական կրթության մակարդակում մենք արդեն առաջին փուլը ամփոփելու եւ նպատակադրումները լավարկելու, ավելի թիրախային դարձնելու ճանապարհին ենք։ Մասնագիտական կրթության եւ ուսուցման եւ բարձրագույն կրթական համակարգերում ես կարծում եմ, որ ավելի սկզբնական փուլում ենք եւ ավելի շատ աշխատանք դեռևս ունենք անելու քաղաքականությունների մշակումը ավարտին հասցնելու, որովհետեւ օրենքները ընդունված են, բայց ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում ենք եւ այնուհետեւ արդեն բուն իրականացման փուլ մտնելու, բայց շատ կարեւոր եմ համարում, որ կրթական բարեփոխումը լինի շղթա, որովհետեւ դու չես կարող փոխել դպրոցը եւ չփոխել բուհը։ Այդպես չի աշխատում։ Եվ ակնհայտ է, որ այս տրամաբանությունը պետք է շարունակական լինի եւ եթե մենք ուզում ենք իսկապես տեսնել արդյունք, իսկապես տեսնել կրթական համակարգ, որը բավարարում է հանրային զարգացման կարիքներին, այդ պարագայում պետք է դա լինի ամբողջական մոտեցում։ Ես ինքս վերջին մեկ տարում առիթ ունեցա մասնագիտորեն հետազոտական առումով խորանալ կրթության խնդիրների մեջ։ Իմ գոլեգայի Նիկոլ Մատքարյանի հետ միասին մենք իրականացրեցինք մի հետազոտություն սովորելու մարդաբանության վերաբերյալ, իդեպ ասեմ, որ այս ոլորտը նույնպես չհետազոտված եւ առաջին հետազոտությունն էր այս բնագավառում։ Եվ ամենա կարևոր խնդիրները, որ միշտ նշվում էին այդ տարբեր բանասացների կողմից մեզ հանդիպած, դա այն էր, որ մեր հանրակրթության ոլորտում դեռևս ոլորտը դեռևս կարծեք թե ավելի ուսուցչակենտրոն է, եթե այսպես մի քիչ տերմինաբանորեն ձևակերպեմ, քան աշակերտակենտրոն, ինչ նկատի ունեմ։ Այսինքն ավելի շատ մարդիկ հասկանում են սովորելու տակ այն process-ը, երբ որ ուսուցիչը երեխաներին մատուցում է, աշակերտներին մատուցում է արդեն պատրաստի ինչ-որ եզրակացություններ, ճշմարտություններ, պատրաստի գիտելիք, հա։ Եվ լավ սովորող աշակերտը նա է, որ լավ սերտում է այդ եզրակացությունները եւ ավելի քիչ են, հազվադեպ են հանդիպում, չնայած նաեւ հանդիպում են, հատկապես այդ վերապատրաստումները կարծեք թե բավականին այդ խնդրին օգնել են, ավելի քիչ են հանդիպում ուսուցիչներ, ովքեր որ
դրան զուգահեռ միգուցե կարևորում են նաև սովորացնելու խնդիրը դիտում են սովորացնելը, հա։ Այսինքն մի խնդիր, որը կարծեք այսօր աշխարհում բավականին դառնում է ավելի այսպես տենդենս, միտում, կրթական ոլորտում, եթե սխալվում եմ ուղղեք ինձ։ Եվ իմ հարցը հետևյալն է, ձեր կարծիքով ինչն է, կառավարման հետ կապված ինչ խնդիրներ կան, որոնք որ այս process-ը ավելի տեսակ բարդացնում են դրա իրագործումը կամ դանդաղեցնում են։ Դուք ճիշտ եք, մեր համակարգում ուսուցչակենտրոն պրակտիկաները չեմ կարող ասել, որ հաղթահարված են, հատկապես հաշվի առնելով, որ հանրակրթությունը շատ բազմաշերտ համակարգ է եւ այդտեղ մենք կարող ենք գտնել երկու դպրոց եւ չճանաչել, որ այդ երկու դպրոցն էլ այս նույն համակարգի մաս են։ Եվ այդ մի դպրոցը կարող է լինել 100%-ով այլ իրականություն եւ մյուս դպրոցը այլ, եւ դրանք նույն օրենսդրության, նույն քաղաքականության եւ նույն ներուժի պայմաններում։ Շատ կանեք ընդհանրապես նույնիսկ նույն դպրոցում երկու տարբեր ուսուցիչ կարող եք գտնել, որոնք երկու տարբեր այդ բաների։ Եվ մեր հիմնական խնդիրը ո՞րն է, մենք ինչ շեշտադրում ենք նաև անում։ Մենք ասում ենք, որ մեր ռազմավարությունն է, որ մեր բոլոր դպրոցներում մենք ունենանք այս ստանդարտը, որովհետև մենք լավ դպրոցներ միշտ ենք ունեցել, լավ ուսուցիչներ միշտ ունենք, բայց կարևորը որ դա համակարգային պրակտիկա դառնա եւ համակարգային որակ դառնա։ Ես անցյալ շաբաթ Լոռու մարզում էի, մի դպրոց մտա, ուսուցիչները հավաքվել էին ուսուցչանոցում եւ ինձ էին սպասում շրջայցից հետո։ Եվ երբ մտա ուսուցչանոց, զգացի, որ մի հարց է խմորվում ներկա ուսուցիչների կողմից, ասացի, խնդրեմ, եթե հարցեր ունեք, եւ իրենցից մեկը բարձրաձայնեց մի խնդիր իր կարծիքով, որը ձեր ասացի հակառակն է։ Ինձ ասեց. խնդրում եմ այդքան ազատություն մի տվեք աշակերտներին։ Եվ հայտնվում ենք մի իրավիճակում, որ արդեն ուսուցիչը չգիտի իրեն ինչպես պահի։ Հիմա ես իհարկե այդտեղ բավականին այդպես քննարկում ունեցանք ուսուցիչների հետ, բայց սա ինչ է մատնանշում։ Ցավոք սրտի մեր դասավանդման պրակտիկան տարիներով եղել է հիմնականում վախը։ Վախեցնել ցածր գնահատականից, վախեցնել ինչ-որ մի բանի չմասնակցելուց, վախեցնել, որ ծնող կկանչեն, վախեցնել եւ վախի միջոցով հասնել հնազանդության, հասնել որևէ արդյունքի։ Սա ճիշտ մեթոդ չի։ Երբ որ մենք հանրակրթության բարեփոխումների ժամանակ փոխում էինք գնահատման համակարգը եւ տարրական դասարաններում միավորային համակարգը հանեցինք, մեր հիմնական արձագանքողն ու հակադարձողը եւ իրականում սա բարեփոխումների նաեւ ամենամեծ արձագանք ստացած բաղադրիչներից է, հենց դա էր, որ բա ինչպես ենք կառավարելու, որովհետեւ միավորը դարձել էր կառավարման գործիք եւ փոխարինել էր հանրակրթության բովանդակությունը։ Սա 9-ի աշակերտ է, սա 7-ի, սա 6-ի, այսինքն մենք հասել էինք նույնիսկ մի այնպիսի իրավիճակի, որ ուսուցիչը երեխայի մասով նույնիսկ անունով չի խոսում, խոսում է թվերով եւ ակնհայտ է, որ սա շատ լուրջ խնդրեմ է եւ ես ուրախ եմ, որ ինձ Լոռու մարզի այդ դպրոցում այդ հարցը տվեցին։ Այդ նշանակում է, որ ինչ որ մի բան փոխվում է։ Եվ այդ փոփոխությունը նաև փորձում ենք ամեն կերպ խրախուսել, իհարկե վերապատրաստումների միջոցով, բայց նաև սովորողներին ընդգրկելով տարբեր այդ թվում որոշումների կայացման օղակներում։ Օրինակ, տնօրենի ընտրության գործընթացում աշակերտները պիտի իրենց կարծիքը ասեն, եւ մենք դա ֆորմալացրել ենք, դարձրել ենք ընթացակարգի մաս։ Նախարարին կից գործում է աշակերտական խորհուրդ։ Մենք առանձին ծրագրեր ենք անում աշակերտական խորհուրդները վերափոխելու, որովհետև ինձ շատ կարևոր է թվում, որ մեր սովորողները դիտեն աշակերտական խորհուրդը
որպես իրենց շահերի ներկայացման, իրենց օրակարգերի ձևավորման եւ նաեւ դրա ինստիտուցիոնալ ներկայացման օղակ։ Եվ շատ հաճախ այն ինչ մենք ունենում ենք դեռևս դրա ձևական բնույթն է։ Ու ես վստահ եմ, որ աշակերտական խորհուրդների վերափոխումը ունենալու է շղթայական ազդեցություն հետո բուհերում ուսանողական ինքնակառավարման մարմինների եւ ընդհանրապես քաղաքացիական գիտակցության ձևավորման համար եւ կարծում եմ, որ սովորողների կարողությունների զարգացումը հենց այս ուղղությամբ մեր ամենակարևոր անելիքներից է։ Ինչ վերաբերում է սովորելու կարողունակությանը, դա հանրակրթության պետական չափորոշիչում նշված է իբրև 8 առանցքային կարողունակություններից մեկը։ Մենք դա դարձրել ենք նաև ուսուցչի մասնագիտական ստանդարտի մաս, այսինքն մենք ունենք առանձին փաստաթուղթ, որտեղ նկարագրված է, թե պետության պատկերացումը ինչպիսին է, ուսուցիչը ինչ պահանջների պիտի համապատասխանի, եւ այստեղ հենց սովորեցնելու կարողությունը, սովորողների հետ հետադարձ կապը, նրանց կարիքների ճանաչողությունը դառնում է ուսուցչի գնահատման ամենակարևոր չափանիշներից մեկը եւ դա արտացոլված է նաեւ խրախուսման համակարգերում, ինչպիսին օրինակ տարակարգն է։ Եվ կարևոր է, որ ելի եմ ասում, վերադառնալով նախորդ հարցի նաեւ իմ մտքին, շատ կարևոր է, որ քաղաքականությունը լինի ամբողջական։ Եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ մի բան հաջողվի, բաց տեղեր չպիտի լինեն։ Մարդը պիտի տեսնի, որ շղթայական համակարգ է աշխատում, որ A-ից հետո B-ն է գալիս, հետո C-ն է գալիս, եւ այնպես չի, որ տրամաբանությունը միտեղ ընդհատվում է, միտեղ կտրվում է եւ այլ տրամաբանություն է աշխատում։ Երբ որ այդպիսի կտրտվածություններ են ու երբ որ այդպիսի բացեր են, դա արդեն ձևավորում է անվստահություն առաջարկված մոդելի նկատմամբ, դա ձևավորում է նաեւ որոշակի վերապահում եւ այդ պարագայում հաջողության հասնելու հնարավորությունները շատ ավելի քիչ են, բայց ձեր ասած խնդիրները մեր ամենօրվա խնդիրներն են, դրանք փոխվում են։ Ես էլ պիտի հիշեցնեմ, որ նախորդ տարվանից նախաձեռնել եմ առանձին օր, երբ որ սովորողների ընդունելություն եմ իրականացնում, երեխաները ուղղակի գրանցվում են դպրոցներից, քոլեջներից, բուհերից եւ իրենց խնդիրներով գալիս են։ Նախ պետք է ասեմ, որ իրենց բարձրացրած խնդիրները ուրիշ ոչ մի օղակից չեն բարձրաձայնում եւ շատ կարեւոր է իրենց ուղիղ լսելը, բայց նաեւ իրենց մոտ է առաջացնում վստահություն, որ իրենք լսված են։ Այս սա պիտի ապահովենք, երբ որ երեխան զգում է, որ ինքը լսված է դպրոցում, այդ պարագայում արդեն նրա բոլոր մնացյալ հաջողությունները ժամանակի հարց են, որտեղ վստահության միջավայրն է, որ հիմք է տալիս նաեւ կրթական հաջողությունների։ Ուրեմն, երբ որ դուք նշում եք սխալվելու այդ իրավունքի մասին կամ կարևորության, ես հիշեցրի այդ հետազոտության բացահայտումները, մենք ուսումնասիրում ենք նաև այն զգացմունքները, որոնք ազդում են սովորելու process-ի վրա, եւ այդտեղ հենց մեր բանասացները, որոնք որ եւ ուսանողներ են եւ ավագ դպրոցի աշակերտներ են եղել բանասացների մեջ, իրենք հաճախ էին նշում այնց այդ սխալվելու կամ հարց տալու անսահմանափակության հնարավորությունը եւ հաճախ ինձ մոտ շատ տպավորվել է մի օրինակ, երբ այդ տղաներից մեկը 17 տարեկան էր, ինքը սովորել նմանեցրեց դպրոցում սովորելու այդ գնահատականները ինչի էր ինքը համարում վատ, ասում է, երբ որ ես մի խաղ եմ խաղում համակարգչով, ես չեմ կարող անցնել հաջորդ փուլը մինչև նախորդ փուլը չեմ յուրացնում, իսկ այդ յուրացնելու process-ում ես 1000 անգամ սխալվում եմ, հետո հասկանում եմ որն է իմ սխալը, մինչև ես չեմ կատարելապես դրան տիրապետում, չեմ անցնում հաջորդ փուլ։ Իսկ ասում եմ դպրոցում մենք կարող ենք անցնել հաջորդ թեմային առանց նախորդ թեման յուրացնելու։ Այդպես տղաներից մեկն էլ էլի այդ մեր դպրոցական տղաներից է, ինքը չէի հասկացել ինչպես հաշվել սինուսն ու կոսինուսը, ու այդպես էլ դրան հաջորդ 10-11-րդ դասարանների մաթեմատիկայից ընդհանրապես ինքը բան չէր հասկացել, հետո ինքը սովորել էր ընդամենը 3 ամսում YouTube-ով մի հնդիկ, այն էլ անգլերեն լեզվով, այդպես դասավանդողի միջոցով։ Ինչի՞ եմ ես այս օրինակը բերում, որովհետև ըստ էության մենք կարիք ունենք երևի թե
շատ այդպես խորքային նորարարությունների, որոնք որ առնչվում են ոչ միայն կազմակերպչական առումները, այլ նաև բովանդակային խորքային առումները։ Եվ միգուցե վերջին հարցը դրանով էլ փորձենք ամփոփել այդպես համառոտ։ Ես հանրային կառավարման նորարարական ֆորումի երեք ներկա էի եւ կրթության ոլորտում նորարարության համար մրցանակներից մեկը հանձնվեց ձեզ եւ ձեր աշխատակիցներից մեկին։ Ինչ նորարարության մասին է խոսքը երկու խոսքով եւ ինչպես է դա էֆեկտը, հա, այսպես ինչ է։ Ես շատ ուրախ եմ նախ որ մենք հենց այդ անվանակարգում ստացանք մրցանակ Մարդակենտրոն նորարարություն եւ խոսքը մի շատ կարեւոր խնդրի մասին է, գիտեք որ մեր յուղական փոքր բնակավայրերում ուսուցիչների պակաս է գրանցվում եւ եղել են դեպքեր, երբ որ երեխաները մի քանի տարի շարունակ զրկված են եղել որևէ առարկա սովորելուց, որտեղ համապատասխան ուսուցիչ չեն ունեցել։ Եվ այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, նաև այդ խնդրի լուծում է, որտեղ մեր 250 դպրոցներում, որտեղ մենք նման խնդիր գրանցել ենք, շուրջ 10,000 երեխաների հեռավար դասավանդում են այլ դպրոցների շուրջ 400 ուսուցիչներ։ Եվ կարծում եմ, որ այս աշխատանքի կարևորությունը անգնահատելի է եւ ես դա տեսել եմ այն երեխաների աչքերում, որոնք որ օրինակ 7 տարի ֆիզիկա չէին անցել, ես սա մեծ ցավով եմ ասում, եւ հետո սկսել են այդ ֆիզիկայի դասավանդումը ուսուցչի միջոցով, որը գուցե Երևանից, Մարտունիից, Սևանից, այլ քաղաքների դպրոցներից միանում են եւ նրանց հետ դասեր են անցկացնում։ Իհարկե ծրագրում նախատեսված է նաեւ պարբերական այցեր, որ նաեւ որոշակի ֆիզիկական շփում ձևավորվի եւ սոցիալական միջավայրը ապահովի, բայց սա իսկապես կյանք փոխող նախաձեռնություն է եւ ես էլ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել թե համաժողովին այս կարեւոր նախաձեռնության եւ մրցանակաբաշխության համար, որ տեսանելի է դարձնում այս աշխատանքը եւ թե իհարկե մեր աշխատակիցներին, որտեղ գիտեք պետական համակարգում աշխատանքը բոլորովին հեշտ չի, դյուրին չի եւ նախորդ օրը խոսքը գնում էր նաեւ դեմոնիզացիայի մասին պետական համակարգի, բայց շատ կարևոր է տեսնել, որ պետական համակարգում կան մարդիկ, ովքեր մտածում են մարդկանց մասին եւ գտնում են լուծումներ, որոնցից նաեւ այլ մարդկանց կյանքի որակը բարելավում է եւ իմ շնորհակալությունները մեր թիմին, որ այս մեծ աշխատանքը անում է անդրդունջ։ Շնորհակալություն զրույցի համար։